Աստղերը մեզ մեծ հաջողություն չեն խոստանում մարտ ամսին։ Յուպիտերը, որը կապված է բախտի և հնարավորության հետ, միայն մեկ լուրջ ասպեկտ է ստեղծում՝ մարտի սկզբին Մերկուրիի հետ միացումը։ Թեև այս միացումը հատկապես ուժեղ ազդեցություն կունենա որոշ նշանների վրա, ընդհանուր առմամբ այս օրը բարենպաստ կլինի բոլորի համար։ Եկեք սկսենք նրանից, թե ինչպես կարող է յուրաքանչյուր կենդանակերպի նշան առավելագույնս օգտագործել այս օրը։ Մերկուրի-Յուպիտեր միացումը հաջողություն է բերում բյուրոկրատական հարցերում, ելույթներում, ուսման մեջ, առևտրում և ճանապարհորդություններում։ Հարկ է նշել, որ այս միացումը տարեսկզբից ի վեր երրորդն է, հետևաբար այն կարող է նոր հաջողություն չբերել, այլ ավելի շուտ ձեր սկսած ինչ-որ բանի հաջող ավարտ։ Բայց նույնիսկ եթե դուք նման բան չեք արել, օրը միևնույն է լավը կլինի։ Դուք բախտավոր կլինեք հաջող հրապարակումների, կարևոր մարդկանց հետ հանդիպումների, օգտակար և չափազանց համապատասխան տեղեկատվության և հաջող ճանապարհորդությունների հարցում։ Երկվորյակները, կույսը և ջրհոսը ամենահաջողակները կլինեն։ Երկվորյակները հաջողություն կունենան արտաքին գործերին վերաբերող հարցերում, հանդիպելով ճիշտ օտարերկրացու հետ, հաջող հրապարակումներ կատարելով արտասահմանում և հաջողությամբ լրացնելով ճանապարհորդության և արտագաղթի փաստաթղթերը։ Կույսերը հաջողակ կլինեն աշխատանքի վայրում, որտեղ կիրականանան օրվա բոլոր օգտակար կապերն ու նորությունները։ Գործուղումը հաջող կլինի։ Ջրհոսը անգերազանցելի կլինի ցանկացած ոլորտում, որտեղ նրանք պետք է ելույթ ունենան, հեռուստատեսային ձայնագրությունից մինչև քննություններ։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը և մարտի 10-ի, 20-ի և 29-ի գիշերվան Լուսնի և Յուպիտերի ներդաշնակ ասպեկտները հաջողություն կբերեն խեցգետնին և այն նշաններին, որոնցում գտնվում է Լուսինը։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը և մարտի 29-ի գիշերը Լուսինը կլինի կշեռքում։ Սա հաջողություն կբերի կշեռքին և խեցգետնին։ Կշեռքները կլինեն հուզականորեն բարձր տրամադրության մեջ, նրանք կհաջողեն ինքնաբուխ ջանքերում։ Նրանք հաջողություն կունենան առօրյա, ծանոթ և առօրյա գործերում, իսկ լուրջ հարցերում նրանք մեծ խոչընդոտների չեն հանդիպի։ Խեցգետնիները բախտավոր կլինեն կենցաղային հարցերում, օրինակ նրանք բավականաչափ բախտավոր կլինեն տան համար շատ հարմար ինչ-որ բան գնելու հարցում։ Մարտի 10-ին Լուսինը կմիավորվի Յուպիտերի հետ ջրհոսի համաստեղությունում։ Սա օրը բարենպաստ կդարձնի ջրհոսի և խեցգետնի համար։ Ջրհոսը բախտավոր կլինի ժողովրդականության հարցերում, իսկ խեցգետինը ուրիշների փողի հետ կապված հարցերում։ Մարտի 20-ին Լուսինը եռանկյունի կմիանա Յուպիտերին երկվորյակների համաստեղությունում։ Սա հաջողություն կբերի երկվորյակներին և խեցգետնին։ Վերցված է կայքից։ Երկվորյակները հաջողակ կլինեն առօրյա փոքր հարցերում, և նրանք նաև բախտավոր կլինեն մեծ հարցերում։ Նրանք լուրջ խնդիրների չեն հանդիպի անկախ նրանից, թե ինչ են անում։ Խեցգետինը բախտավոր կլինի գաղտնի հարցերում։ Մարտի 6-ին և 15-ին Լուսինը կկազմի սեքստիլ Յուպիտերի հետ։ Սա նախորդներից ավելի թույլ ասպեկտ է։ Այն պահանջում է նախաձեռնողականություն։ Եթե դուք ինչ-որ բան անեք, բախտը ձեզ հետ կլինի, բայց եթե ոչինչ չանեք և պարզապես սպասեք բախտին, ապա ոչինչ չի պատահի։ Մարտի 7-ին Լուսինը կկազմի սեքստիլ Յուպիտերի հետ Աղեղնավորից։ Այսօր Աղեղնավորը և խեցգետինը կլինեն ամենահաջողակները։ Աղեղնավորը հաջողակ կլինի իրանց բոլոր նախաձեռնություններում, այն ամենում, ինչ նրանք անում են անձամբ և հիմնականում ավտոմատ կերպով, առանց մտածելու։ Խեցգետինը բախտավոր կլինի աշխատանքի և առողջության հարցերում։ Մարտի 15-ին Լուսինը կլինի ասպեկտի մեջ Խոյի Յուպիտերի հետ, հաջողություն բերելով Խոյին և խեցգետնին։ Խոյերը բախտավոր կլինեն այն հարցերում, որոնք կախված են նրանցից անձամբ և թույլ են տալիս նախաձեռնողականություն։ Խեցգետինը բախտավոր կլինի բիզնեսում։ Նրանք հաջողություն կունենան աշխատանքում և բիզնեսում, հատկապես եթե դա կապված է հրապարակայնության և ժողովրդականության հետ։ Եվ եթե նրանց անձնական հորոսկոպը բարենպաստ է, խեցգետինը կարող է կարիերա կառուցել։ Այս օրերին նոր ճանապարհներ կբացվեն ցանկացած նշանի համար։ Սա հատկապես արժեքավոր է նրանց համար, ովքեր իրենց զգում են փակուղու մեջ, չեն կարողանում գտնել իրենց տաղանդները կիրառելու միջոց և ովքեր իրենց համար հեռանկարներ չեն տեսնում։ Սակայն նրանք, ովքեր չեն հավատում բախտին, անհաջողակ կլինեն։ Նրանք պարզապես չեն նկատի բացվող հնարավորությունները, և նրանք, ովքեր թեթև են վերաբերվում բախտին և հետաձգում են մտածելով, որ բախտը միշտ կլինի։